Տիպ 2 շաքարային դիաբետը սրտային հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, սրտային անբարության զարգացման զգալի ռիսկի գործոն է։ Բացի գլյուկոզայի վերահսկումից շատ կարևոր է նաև խոլեստերինի ցուցանիշների ժամանակին և ճիշտ կառավարումը։ Դիաբետով մարդկանց լիպիդային պրոֆիլում հաճախ հանդիպում են տրիգլիցերիդների բարձր մակարդակ, HDL խոլեստերինի կամ լավ խոլեստերինի ցածր մակարդակ և աթերոգեն LDL խոլեստերինի կամ վատ խոլեստերինի բարձր մակարդակ։ Եթե առողջ անհատի մոտ կարող ենք դիտարկել LDL խոլեստերինի մակարդակը 3 անգամ 3,2 մմոլ լիտրի սահմաններում, ապա դիաբետի առկայության դեպքում այս մոտեցումները դառնում են ավելի խիստ։ Եթե բուժառուն ունի դիաբետ, բայց չունի սիրտանոթային պատահար, ապա LDL խոլեստերինի մակարդակը պետք է պահել 1,8 մմոլ լիտրից ցածր։ Եթե բուժառուն ունի դիաբետ և արդեն իսկ սիրտանոթային պատահար, ինֆարկտ, ինսուլտ, ապա LDL խոլեստերինի մակարդակը պետք է պահել 1,4 մմոլ լիտրից ցածր։